Հարգելի գործընկերներ, պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Զբաղեցրեք ձեր տեղերը, նիստը շարունակվում է։ Վերադարձեք դահլիճ եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Հաջորդ ելույթի համար Սուզաննա Ավետիսյան։ Էդգար Ղազարյանի ելույթից հետո ազգային ժողովում կրքերը թեժացան։ Հայկ Կոնջորյանը սպառնաց ընդդիմադիր պատգամավորներին հայտարարելով, որ եթե նրանք չինքնաեվակուացվեն, ապա դուրս կշպրտվեն ազգային ժողովից։ Ղազարյանը ԿՊԱ-ականներին մեղադրել է զինվորների թեման շահարկելու մեջ, ինչից հետո ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը նրան նախազգուշացում է տվել ոչ կոռեկտ պահվածքի համար։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ եւ անբարտավան պահվածքի պատճառով, եւ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ, լռություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաեվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պալեն Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, այդ պաշտոնում փոխարինելով Արմեն Գրիգորյանին։ Վարչապետ Փաշինյանն է այսօր որոշումը ստորագրել, որը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում։ Արմեն Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսից։ Այսօր կառավարության նիստում նա հրաժեշտ է տվել գործընկերներին։ Պալեն Սիմոնյանը վերջին 5 տարիներին ազգային ժողովի նախագահն էր, իսկ նոր խորհրդանում պատգամավորական մանդատից հրաժարվել էր։ Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Փաշինյանը Սիմոնյանի հարսանիքի առթիվ նոր պաշտոն է նախատեսում իբրև նվեր։ Այս ամբողջ ժամանակահատվածի աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին, իհարկե մի քիչ էմոցիոնալ դարձա, բայց երևի նորմալ է։ Նաև այս սրահում գտնվող, այս սրահից դուրս գտնվող գործընկերներին, քաղաքացիական հասարակության էքսպերտների, որոնք օգնել են, որպեսզի այն աշխատանքը, որը կատարել ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի եւ ինստիտուտների կայացման գործընթացում, օգնել են եւ մտածել եւ քաղաքականություն վարել։ Շնորհակալություն բոլորին։ Դե խոսել ենք, քննարկել ենք վարչապետի հետ, չփոս ասած, այտենց որոշում կայացել, որի համար շնորհակալ եմ վարչապետին, նման որոշում կայացնելու համար շնորհավորել բան։ Ինչ որ առաքելությամբ է, հա, պարոն վարչապետը ձեզ ուղարկում անվտանգության խորհրդավ ճիշտ վստահում այդ պաշտոնը։ Եկեք այդ մասը բաց թողնեմ, էլի, հա, չունեք նանդա։ Ինչու ումն մի բան կա։ Դե որովհետև չի կարելի հիմա նոր մի քանի րոպե առաջ հրամաներել, դուք ինձ փողոցում տեսել եք ես մի անգամից բան չեմ էլի, հա, մանրամասներ չբացեմ, հետո առիթ կունենանք զրուցում։ Այդտեղ եւ որ հրամաներել է, դուք արդեն աշխատանքի չեք։ Ոչ, դեռ աշխատանքի չէ։ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազանային վնասվածքով։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում, բնընթավակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքին, հրազատներին եւ ծառայեկիցներին։ Վարչապետ Փաշինյանը հաստատել է, որ ադրբեջանցի մասնագետները Հայաստանի տարածքում վերլուծություն են կատարել թռիվ ծրագրի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի հնարավոր տեղակայման վայրերը որոշելու նպատակով։ Փաշինյանի խոսքով սա նորություն չէ, այդ մասին նախկինում ևս հաղորդվել է։ Եվ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկկողմ աշխատանք է իրականացվում էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, մալուխների եւ երկաթգծի ուղղություններով։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ հնարավոր էներգետիկ առևտրին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարող է անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիա թե արտահանել, թե ներմուծել, այդ թվում Ադրբեջանից։ Միաժամանակ ըստ վարչապետի Հայաստանի ռազմավարությունը 100%-անոց էներգետիկ անկախությունն է։ Նախ սկսեմ ադրբեջանցի մասնագետների այցից, որը ինչքան հասկացա սենսացիա է դարձել որոշ շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 5-ին այդ մասին եղել է մամուլի հաղորդագրություն, որ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը եւ աշխատանքային պրոցեսներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում եւ եւս մեկ այցել է եղել, որի մասին էլ եղել է հաղորդագրություն 2026 թվականի հունվարի 15-ին, այս անգամ արդեն երկաթուղու հարցով բոլոր քննարկումները եղել են այդ
հանդիպումների շրջանակում բնականաբար մենք նախկինում էլ ասել ենք, որ էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթգիծ այդ թեմաներով աշխատում ենք եւ տեղի է ունենում երկկողմ աշխատանք։ Ազգային ժողովում շարունակվում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումը։ ՔՊ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է նախորդ գումարման խորհրդանում նույն հանձնաժողովը ղեկավարած Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։ Միաժամանակ իշխող խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի պաշտոնում Ուժեղ Հայաստանի առաջադրած Հայկ Վարմանյանի թեկնածության վերաբերյալ։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Լիլեն Գաբրելյանի թեկնածությունը, պետաիրավական հարցերի հանձնաժողովում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պաշտոններում վերանշանակվել են կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պետնախագահ Էդուարդ Հակոբյանը եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ 9 մարզպետները եւս վերանշանակվել են իրենց պաշտոններում, մասնավորապես Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Վայոց-Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը եւ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնյաներին նախորդ աշխատանքի համար, նշելով, որ մարզպետներից ոմանք առաջիկայում թիմ ընտրությունների համատեքստում կարող են այլ դերակատարում ստանձնել։ Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր ձերբակալել է նախկին падգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Կոմիտեից հայտնել են, որ նա ձերբակալվել է ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Փաստաբան Արսեն Բաբայանի փոխանցմամբ Գրիգորյանը մեղքը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Ուրեմն վարույթը վերաբերվում է դեռևս մայիսին ընտրական հանցագործության արդիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Մասնավորապես ընտրությունների ժամանակ բարեգործական արգելքին։ Այդ վարույթի մասին հանրային իրազեկում եղել է ժամանակին, ցայնագրություններ են ինչ-որ հրապարակվել եւ 3 ամիս անց հակակոռուպցիոն կոմիտեն հանկարծ որոշեց, որ անհրաժեշտություն առաջացել պարոն Գրիգորյանի նկատմամբ հետապնդում հարուցելու եւ նրան կալանավորման նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալել։ Այսինքն ձերբակալվել է տեղի ունեցավ հարցաքննություն, որից հետո արդեն սպասում ենք նյութերը հակակոռուպցիոն դատարան միջնորդություն հարուցելու համար։ Ինչու հիմա։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ հիմա, օրինակ հիմա երբ սպասում են Գյումրիում արտահերթ ընտրություններ, որի մասին օրինակ հայտարարվել է վարչապետի կողմից, հիմա որովհետև օրինակ նախորդ խորհրդարանը այլևս չկա, որովհետև խորհրդարանի падգամավորները նախին չունեն անձեռնամխելիություն։ Այսպիսի տարօրինակ զուգադիպություններ, որի մասին, բայց հիմա շատ չեմ ուզում այսպես փակագծեր բացել, դրանց մասին մենք խոսենք դատարանի մասին։ Հետագա քայլերի մասին եք խոսել, դուք ինչ եք պատրաստվում անել։ Հետագա քայլերում արդեն պաշտպանություն ենք իրականացնելու, ապացուցելու ենք, որ այս մեղադրանքը բացարձակապես կապ չունի քրեականի հետ, քրեական իրավունքի հետ, բացառապես քաղաքական հետապնդումը, սրան հիմքում նպատակներով դրված է բացառապես քաղաքական նպատակներ, որին ուզում է հասնել իշխանությունը, եւ փորձելու ենք այս պայմաններում, իսկ այս պայմանների մասին բոլորդ գիտեք, մեր դատարանների վիճակը, հակակոռուպցիոն կոմիտեն, այս պայմաններում փորձելու ենք իրականացնել արդյունավետ պաշտպանություն։ Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանը քննադատական ելույթ է ունեցել անդրադառնալով ՔՊԱ-ական Գեորգ Սաղոյանին, նրան անվանելով Պեկի նախկին թալանչի։ Մանուկյանը հիշեցրել է, որ Սաղոյանը Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման տարիներին Պեկի վերահսկողության վարչության պետն է եղել։ Մանուկյանի խոսքով Սաղոյանն անցյալ տարի ստացել է 230 միլիոն, ըստ հայտարարագրի 7.5 միլիոն ավանդից 37.200 դոլար եւ 44.700 եվրո ու ապրում է փոքրիկ խղճուկ 510 քառակուսի մետր տան մեջ։ Դու թալանչի ես, դու ստորես, դու նենք ես։ Հետո ժողովուրդ, բա սկզբունքը ուր կորավ ձեր։ Երկուսը նույն ռանգի, երկու քաղաքացիները նույն ռանգի պետական չինովնիկներ են եղել, ժողովուրդ։ Մեկը ձեր շարքերում է, դուք հաշտ եք իր հետ, մեկը սխալվել է, ճիշտ բանը ասել է ժողովուրդ պետության ռեյտինգի վնաս է, այսի մի արեք էսի, չի կարելի վերջապես, բայց դուք արի ուտես Սակապետոյանի հետ խնդիր ունեք, ժողովուրդ ջան։ Մի հատ ուրիշ բան ասեմ, պարզվում է, էս մեր Սաղոյան Գևորգը կոկորդիլոսների հետ էլ խնդիր ունի։ Բա, նկաները նայում եմ, տենում եմ կոկորդիլոսներին, մորթե կոշիկնակ եմ անա գալիս։ Ալի գատրեց կոշիկները հաղթում ես մեր ընկերը, հասկանում եք ժողովուրդ։ Դրա գինը մնացածը նայեք էլի ժողովուրդ։
Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանում անշարժ գույքի շուկայի ակտիվությանը։ Նրա խոսքով հատկապես Երևանում բնակարան ձեռք բերելը դարձել է թրենդային։ Փաշինյանը նշել է, որ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում սփյուռքահայեր, Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերում։ Նա կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին հանձնարարել է արագացնել ոլորտի թվայնացումը եւ ապահովել շուկայի ակտիվության աճը։ Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ պրոբացիոն ծառայությունը Բագրատ Սրբազանին չէր կարողացել ժամանակին բերել դատարան։ Նիստը նախագահող դատավոր Կարեն Վարխոյանը 1 ժամ 15 րոպե սպասելուց հետո որոշեց նիստը հետաձգել։ Նիստը հետաձգելու մասին հայտարարությունից հետո Բագրատ Սրբազանին բերեցին դատարանի շենք։